Ունեի թելերի մնացորդ, ածեցի ինձ էս են շարֆիկ գործեմ, կտագործել եմ Alizé Cashmere-ը։ Թելը դնում ենք բթի ու ցուցամատի վրա, վերցնում ենք սկզբից բթից, հետո ցուցամատից, բթից հանում ենք ու պետրան պատրաստ է։ Հավաքում եմ 20 հատ, գործում եմ ամենասովորական ձևով, թարս շիտակ։ Սովորական ձևը իրենց ենթադրում է թարս շարքում շուղը մտցնում ենք մեզ նայող ականջիկի մեջ, թելը վերցնում ենք տակից ու հանում ենք այդ ականջիկի մեջից։ Ստացվում է, որ մի շարք գործեցինք։ Այդ մի հատիկի վրա մի շարք բարձրացանք վերև։ Գծիկները ստանալու համար կապում եմ մի թելի ծայրը մյուս թելին ու առաջին հատը սովորաբար չենք գործում, բայց շարքը իդեալական մի գույնով ստանալու համար առաջին հատը գործում եմ։ Իսկ ճիշտ կողմում գործում ենք, էլի մտցնում ենք շուղը ականջիկի մեջ, մեզանից հեռու նայող, այսինքն ձեռքի կողմն ընկնող։ Կարևոր չի թելը կվերցնենք շուղի վրայով գցելով, թե տակից գցելով։ Արդյունքը նույնն է լինելու։ Ես ավելի շատ սիրում եմ սովորական գործվածքի ժամանակ գործել թելը տակից վերցնելով։ Իսկ արդեն շարֆի երկարությունը ու պալոսկաների հաստությունը կամ քանակը դուք եք որոշում։ Ծորակով բացում եմ տաք ջուրով ու ինչքան տաք է լինում, այդքան լցնում եմ թասի մեջ, ավելացնում եմ ինչ որ հեղուկ, որը որ նախատեսված է տարբեր բրդային գործվածքների համար։ Թողնում եմ լուծույթի մեջ 30 րոպե, հետո մաքուր սրբիչի վրա իրան քամում եմ, ոնց որ ցույց եմ տալիս հոլովակի մեջ, կախում եմ չորանալու։ Առհասարակ պետքա գործվածքը հորիզոնական դիրքով չորացնել, բայց քանի որ ես ուզում եի, որ ինքը ավելի լոճվեր եւ երկար էր, դրա համար ես իրան կախած դիրքով թողեցի։ Եթե մեծ համարի շուղերով գործեք հասթելով, ինքը բավականին արագ է գործվում, մոտավորապես մի օրում կարող եք գործել, ավելի բարակ թելերի ժամանակ 2 կամ 3 օր։ Իմ շարֆի երկարությունը 2 մետր է, ինձ շատ է դուր գալի, որովհետեւ ես ուզում էի բանտ իրանով կարողանայի կապել։ Այս է վերջնական տեսքը, ինձ շատ է դուր գալիս։ Բայց դες գարնանային շարֆը, այս է գարնանային կուրտկա, так что ձևականությունը թարգում ենք ու այս է իմ առօրյա տեսքը։ Bye.